Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Մենք 35 տարի առաջ ընդունել ենք մեր երկրի ծնունդը, քվեարկել ենք եւ ստեղծել ենք Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որի ընթերցման պատիվը ինձ է տրվել եւ նաեւ դրանից հետո 1 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը ունեցավ անկախության հարակվե եւ մեր ամբողջ ժողովուրդը կամովին, գիտակցաբար, սիրով, մատաղով, նշանով, քեֆ ուրախությամբ հարակվե կազմակերպեց եւ 2 միլիոն մարդ ավելին, քան 2 միլիոն քվեարկեց Հայաստանի անկախության օգտին, Գերագույն խորհրդում այդ փաստաթղթերի ինձ տրվեց, բախտս իմ միշտ բերել է, այդ պատմական փաստաթղթերը ինձ են տվել ընթերցելու, ներկայացնելու։ 50 տարի նկարել եմ, ծնվել եմ նկարչական միջավայրում, Վանաձորում, անտառներում եմ մեծացել, բնությունն է իմ ուսուցիչը։ Եվ շատ ավելի լավ ուսուցիչ է, քան ցանկացած կրթություն։ Բնությունից լավ եւ մարդ է պահում, եւ ճաշակ է դաստիարակում, եւ մաքուր ես մնում, Աստծուն մոտ ես լինում։ Բնության դաստիարակած եմ։ Քաղաքականություն մշակություն ամբողջ կյանքում այդ երկուսը իրար կապած եկել են։ Ես սիմվոլների սիրահար եմ, երբ որ կարդացի, որ հասցեն անկախության 1 եւ անկախության հռչակագրի միջոցառումը կամ անկախության հռչակագրի 35-ամյակի նվիրված միջոցառումը արվում է անկախության հրապարակում։ Սիմվոլիկ է, սիրուն է, ինչ ուզում եք ասեք, լավ է դա։ Եվ մի ուրիշ սիմվոլ էլ ասեմ, 35 նկար է ցուցադրված 35-ամյակին։ Հրանտ Մաթեոսյանն էր ասում, ատելը ամեն մարդու բան չէ, ատողը իրեն է վնասում։ Եվ եթե ուզում ես մաքուր մնաս, անարատ մնաս, բարոյական մնաս, պետք է արվեստի աշխարհում շնչես, այդ մաքուրոթը շնչես, ամեն քաղաքական ելույթից, այդ ներված բաներից հետո փորձել եմ նկարել, որ մաքուր լինեմ եւ մուտքի մոտ 2 նկար կա, կոչվում է մեկը անկախության գույները, մեկը ազատություն, դրանք նկարել եմ ամենաթունավոր ելույթներից հետո, ամենազայրացած ելույթներից հետո նկարել եմ, որ այդ մաղձը մեջից դուրս գա եւ դրանք հետո դարձան նկարներ։ Իմ ճանաչած առաջին քաղաքական գործիչներից մեկն է, որ թույնով լցված չի։ Սովորաբար մարդիկ, որ իշխանությունից զրկվում են, թույնով են լցվում։ Եվ այս արվեստը ինչ որտեղ մաքրել է նրան, ինքն էլ նշեց, հանգստացրել է եւ նրա ելույթները դրանից հետո միշտ եղել են զուսպ։ Այստեղ յուրաքանչյուր նկար իր պատմությունն ունի, լավ պատմություններ կան, դրանք կենսագրություն են։ Ամենաառաջին նկարը, որ դուրս գալուց կնայեք, ամենածախի նկարը 50 տարվա նկար է, սպիտակ ներք չունեի, ատամի մածուկ եմ օգտագործել։ Լրիվ սպիտակ գույնը ատամի մածուկ է, ներք չկար, ձևի բաներ էին կանում։ Կորոնայի ժամանակ դժվար էր միացենց նկար ցույց տամ ձեզ։ Այս կտավ չունենալու պատճառով մի հատ նկարում ես, հետո շրջում ես մյուս կողմն ես նկարում։ Ու սենց հետաքրքիր է, կյանքը հարստանում է սրանով։ Անկախ նրանից մարդը քաղաքական գործիչ է, թե ինչով է զբաղվում, եթե մարդու մեջ կա արտիստը նստած է, արտիստիկը կա, ուրեմն ինքը անպայման պիտի ստեղծագործի։ Կարող է քաղաքական գործիչ չլիներ, բայց Արամ Մանուկյան մարդու մեջ կա գույնի, ցևի, այդ գեղեցիկ համադրություն զգալու, տարածություն զգալու, գեղեցկի զգացողություն կա։ Ես այսօր այդպիսի զգացողություն ունեցա։ Իսկապես ես ապրում եմ այդ խաչմերուկում, քաղաքականության մշակույթ եւ շատ հարմարավետ է։ Երկուսով էլ զբաղվում ես, մեկը մյուսին չի խանգարում, ինձ ասում են, լավ, այդ քաղաքականությունը թող արի, նկարիչ կդառնաս կամ նկարչությունով զբաղվում ես քաղաքականություն, ախր քիչ է ելույթում, բացարձակ իրար օգնում են, հասցնում եմ եւ նա Լորեցիկ ասում են, եթե սրտումը տեղ լինի, թավայի մեջ էլ յուղ կլինի, իմ թավայում միշտ յուղ կա։ Ցուցահանդեսի իմաստը
ունի հետևյալ մեսիջը։ Մեր անկախության հռչակագիրը պաշտպանության կարիք ունի։ Մեր անկախության հռչակագիրը այսօր հարձակումների է ենթարկվում եւ եթե հանկարծ դա լինի, դա լրջագույն հարված է մեր հավաքական արժանապատվությանը։ Պետք է պահենք անկախության հռչակագիրը։ Այն Հայաստանի Հանրապետության ծննդյան հաստատումն է։